ես հիմա խոսում եմ նույնիսկ ոչ թե որ նույնիսկ որպես պատգամավոր չեմ տեսնում, Վլադիմիր Վարդանյանն եմ խոսում։ Գիտեք որն է այդ առավելությունը։ Ոչ խելոք ենք, ոչ հայտնի ենք, ոչ իման ենք։ Մի հատ առավելություն ունենք։ Անկեղծ ենք եւ ստանձնում ենք պատասխանատվությունը։ Պարոն Մամիջյան, իմ կողմից շատ հարգված։ Եթե դուք ասում եք մեր առաջնորդը Դավիթ Համբարձումյանն է, ես կարող եմ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության կուսակցության առաջնորդը Դավիթ Համբարձումյանն է։ Այո, որովհետև խորհրդարանական երկրում, եթե ես ասում եմ, որ սա է առաջնորդ, ուրեմն դա էլ առաջնորդն է։ Երկրորդ, ցավոք մեր պարոն Մելքոնյան, ես կարող եմ արձանագրեմ, որ Դաշնակցության առաջնորդը ևս Դավիթ Համբարձումյանն է։ Ինչու՞ չէ։ Որովհետև դուք բերել եք մի վարքան, ես ավարտեմ։ Ընթացակարգ ինքը չեք հետևում, Տիկին Մկրտչյան, խախտում են ընթացակարգը, թույլ չեն տալիս, որ ես ելույթ ունենամ։ Դրել են չէ, դուք էլ եք ընտրել կամ չեք ընտրել, դա առանձին խնդիր է։ Հիմա ես հետևյալ հարցն եմ տալիս։ Եթե Դավիթ Համբարձումյանն է, օրինակ արձանագրենք, որ այլևս ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Դաշնակցության ղեկավարները, ոչ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, այլևս չեն հանդիսանում ձեր քաղաքական առաջնորդները եւ քաղաքական առաջնորդ Դավիթ Համբարձումյանն է։ Համաձայն չեք, գիտեք ինչի համաձայն չեք, որովհետեւ մի հատ բան ունեք։ Մենք շորտը հոգնել է շիրմաներ բերելուց։ Խեք բերում թազա հերթական ինչ-որ մեկին, ցույց տալու համար, այ ինքը կլինի մեր ժամանակավորը, ինչա։ Շիրման հանում եմ կներեք։ Ինչու ենք բերում տեխնացուորը։ Ես հայցում եմ ներողամտությունը, իդեպ ի տարբերություն նաև շատ անձանց, ես ասում եմ, շիրմա բառը գուցե այս կոնտեքստում լավը չէ, ինչու ենք մենք փորձում ոչ իրական առաջնորդներին բերենք, հա, եւ ներկայացնենք հանրությանը, այլ փորձենք բերենք մի անձին, որին դիտարկում ենք որպես, ասենց ասեմ, դե հիմա այս փուլում ինքը ոնց որ սազական կլինի։ Հիմա դուք դա չեք անում։ Ձեր առաջնորդներից ոչ ոք չի համաձայնվել գալ խորհրդարան։ Դա շատ վատ է։ Դա խորհրդարանում խորհրդարանական քննարկումների պատասխանատվությունից խուսափել է։ Հիմա ինչ եք ասում այս նախագծով։ Այս նախագծով հետեւյալն եք ասում, պարոն Մամիջյան։ Դուք գնացեք, կարևորը դուք գնացեք։ Դուք էլ չէ, դու գնա, մենք հետո կորոշենք։ Տենց է, ուրեմն խնդրում եմ նախագծի մեջ ավելացեք նաև ձեր վարչապետի տեխնացուի անունը դրեք քվեարկության։ Չի կարելի սենց։ Հիմա պարոն Մինասյանն այստեղ չի, պետք է անդրադառնամ ճամբարների հարցին։ Այո, Հայաստանում ճամբարներ չկա։ Այո, դա հաջողություն է, այո։ Ղարաբաղի մեր եղբայրների եւ քույրերի բռնի տեղահանությունը անընդունել է եւ ողբերգությունը, բայց ողբերգության վրա որևիցե մեկը քաղաքական դիվիդենդներ պիտի չվաստակի։ Բայց մի բան էլ պիտի ասեմ։ Այստեղ ես ցավում եմ, եթե եզակի դեպքերից մեկն է, ես ցավում եմ, որ մենք իրավական պետության մեջ ենք ապրում։